Բարի օր հարգելի հետևորդներ, թարնորություններով եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Ուղերձ քրեակատարողական հիմնարկից, ինչ է ասվում միջազգային զեկույցում, որին կալնավայրից արձագանքել է Սրբազանը։ Նոր քրեական գործ հայ առաքելական եկեղեցու դեմ, որ հոդվածով է վարույթ հարուցվել։ Ոչ թե Արարատ լեռ, այլ համայնք ու մարզ, ինչ հայտարարություններ է արել Փաշինյանը հերթական ճեպազրույցում։ Արցախ վերադարձի իրավունքը իրատեսական է, թրիփը ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Քոչարյանը ավելի քան 3 ժամանոց ասուլիսում խոսել է վարչապետի քաղաքականության մասին։ Էներգետիկ հրադադար Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, ինչ է հայտարարում Վաշինգտոնը։ Իշխանությունը փորձում է վեհափառ հայրապետի և հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ սահմանափակումներ կիրառել, որպեսզի խոչընդոտի եկեղեցու բնականոն գործունեությունն ու Ավստրիայում նախատեսված եպիսկոպոսաձողովը։ Հայտարարել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը, խիստ քննադատելով նաև ամենայն հայոց կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների դեմ հարուցված քրեական վարույթը։ Ըստ Մելիքյանի, գործը խայտառակություն է։ Գործադիր իշխանությունը միջամտեց եկեղեցու գործերին, խախտեց սահմանադրության ֆունդամենտալ սկզբունքներից, հիմնարար սկզբունքներից մեկը եկեղեցու և պետության անջատ լինելու սկզբունքը, սկսեց որոշել, թե ով է կարգալույծ, ով կարգալույծ չի, և դա նաև ունենում էր փաստական, չասեմ իրավական, փաստական հետևանքներ։ Հովանավանքի օրինակը բոլորիս հաշկի առջև է, Արագածոտնի թեմի Թալինի օրինակը բոլորիս հաշկի առջև է, մնացածները չեմ ասում,ից Արսեն Բաբայանը ներկայացրեց, մի դատավորի մակագրվում է Արշակ Սրբազանի կալանքի երկարացման միջնորդությունը, որը որ Մասիս Մելքոնյանը չէ, մեկ էլ պարզվում է, որ ծանրաբեռնվածության պատճառով դատավորը այս գործը վերամակագրման է հանձնել և մենք չգիտենք դեռ, թե ով է լինելու դատավորը։ Հիշեցնեմ, որ քրեական գործ է հարուցվել հայ առաքելական եկեղեցու դեմ դատական ակտը չկատարելու հոդվածով։ Խոսքը Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին պաշտոնանկ անելու Մայր Աթոռի որոշման մասին է, որի դեմ եպիսկոպոսը դիմել է դատարան։ Դանիայի եկեղեցիների խորհուրդը մեծ ուշադրությամբ հետևում է Հայաստանում ստեղծված ներկայվիճակին, մասնավորապես հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կանոնավորմանը։ Դանիայի խորհուրդը կոչ է անում դատական գործընթացները անցկացնել համաչափ և իրավական սկզբունքներին համապատասխան։ Հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի մշակույթի և պատմության առանցքային սյուներից մեկն է։ Այն պատմական եկեղեցի է, որի հանդեպ պետք է հարգանք տածել հասարակության մեջ իր նշանակության և օրենքի շրջանակում իրականացվող գործունեության համար, նաև որպես կրոնի և խոսքի ազատության պահպանման արտահայտություն։ Կոչ ենք անում Հայաստանի իշխանությանը պաշտպանել Հայաստանի քրիստոնեական դարավոր ավանդույթը և ապահովել, որ երկխոսությունը, իրավական անվտանգությունը և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքը շարունակեն մնալ հայկական հասարակության առաջնորդող արժեքներ։ Իսկ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավայրից արձագանքել է մի միջազգային զեկույցի, որտեղ նշվում է, թե որոշ հոգևորականներ կարող էին կապ ունենալ իշխանությունը զավթելու փորձերի հետ։ Սրբազանի խոսքով զեկույցի հեղինակները երկերեսանի են և իրականում իրենց քաղաքական շահերն են առաջ մղում։ Դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ ոչ այլ ինչ եք, քան պարզ երկերեսանիք, եւ ձեր արյունոտ կեղտոտ աշխարհաքաղաքական շահերն ու օրակարգն եք առաջ մղում ձեր կեղծ եւ ինքնանպատակ ժողովրդավարության դրոշի ներքո։ Սուրբ գրքում ասվում է. դուք փտած գերեզմաններ եք, եւ ես զմաղթում եմ նույնպիսի ժողովրդավարություն ձեր երկրներում, ինչպիսին այսօր կա Հայաստանում։ Սակայն վստահեցնում եմ, իմ հարություն առած Տիրոջ օգնությամբ Հայաստանը, իմ երկիրը կազատագրվի, ճշմարտությունը եւ արդարությունը կհաղթանակեն։
Մինչ ուղերձղելը Բագրատ Սրբազանը դատարանում էր, ընթանում էր Սրբազանի ու Սրբազան պայքարի աջակիցների դատավարությունը։ Դատարանի դահլիճում Սրբազանը հայտարարել է, որ անընդունելի է, երբ իր ձևակերպմամբ զրպարտիչներն ու հայրենավաճառները միջազգային հարթակներից պնդում են, թե եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Ես առաջի կալանավորված հոգևորական եմ, առաջի։ Սկսել է ինձանով, բայց որպեսի ես մենակ չլինեմ, ծխածածկույթ են արել, թե մի հատ ինչ-որ գերադրական աստիճանի խումբ կա տերորիստների, որոնք կապված են այս հոգևորականի հետ։ Եվ հովանավորված են եկեղեցու կողմից։ Սա է եղել պատճառ, հաջորդ քայլը եղել է Միքայել Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Մկրտիչ Սրբազանը, հաջորդ քայլը եղել է Արշակ Սրբազանը եւ այսօր էլ վարույթ են արարել Վեհապար Հայրապետի դեմ։ Չլսված պատմությունը սա եւ մարդն զրպարտիչը հայրենավաճառը խորհրդարանի ԵԽԽ-ում ասում է, որ եկեղեցականների նկատմամբ հալածանք չկա։ Հալածանքը մեր պատիվն է։ Հալածանքով ոչ մեկ չի վախեցնել մեզ։ Եկեղեցու նկատմամբ, ինքնության նկատմամբ հալածանք կա։ Այո կա։ Եվ ես կցավեմ, որ այս դատարանը մեղադրողներով հանդերձ մասնակից լինի այդ հալածանքին եւ այդ ինքնության դեմ որևէ կերպով քայլի։ Իսկ պաշտպանական կողմը նիստում արձագանքել է նախորդատական նիստերի ընթացքում մեղադրողների ներկայացրած ապացույցներին։ Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նկատել է, որ քրեական գործում ամենաշատը գունավոր ծխերի մասին է նշված։ Նորմատիվ իրավական ակտերը կիրառվում են ինչպես առանձին վերցրած ամբողջական բովանդակության հոդվածներով, այնպես էլ մի հոդվածը կարող է հողում տալ մեկ այլ բովանդակության, մի հոդվածի կարգավորումը հասկանալու համար մենք կարող ենք գնալ ուսումնասիրել մեկ այլ հոդված։ Հիմա այս երկու նիստ հնչող պնդում է, որ 319 հոդվածը կապ չունի վերդիկտի փուլում դատարանի կողմից կայացված որոշմանը ներկայացվող պահանջների հետ, իրավաբանի համար առնվազն զարմանալի է, որտեղ երբ որ 319 հոդվածը ասում է, որ պետք է ապացույցը ներկայացնեն բոլոր այն անհրաժեշտ տվյալները, որը դատարանին անհրաժեշտ է վերդիկտ կայացնելու համար, որպեսզի հասկանանք, թե օրենքը ինչ է նկատի ունեցել այդ տվյալները հասկանալու համար, բնականաբար պետք է գնանք այն հոդվածին, որը սահմանում է, թե դատարանը ինչ անում վերդիկտ կայացնելուց։ Երեկ նաև Նարեկ Սամսոնյանի դատական նիստն էր, որին Նարեկը ինքնուրույն չի ներկայացել։ Նրան դատարան են բերել անվասայլակով, հայտնել է Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Նրա խոսքով 15 օր շարունակված հացադուլը ծանր հետևանքներ է թողել Սամսոնյանի առողջության վրա, առաջացնելով սրտի և ողնաշարի խնդիրներ։ Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել սրտի հետ կապված խնդիրներից մինչև ողնաշարային։ Դեռ չեմ խոսում բուն վիրահատություն պահանջող խնդրի մասին, որին հասնելու համար Նարեկը դեռ այլ պրոբլեմներ պետք է հաղթահարի։ Արձանագրենք, որ Նարեկի ծայրահեղ քայլի հացադուլի պատճառն անարդար ապօրինի վճիռն էր, որով վերջինից խափանման միջոց կալանքը երկարաձգվեց։ Նարեկի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու պատասխանատուները, քննիչը, դատախազն ու դատավորը ամեն ինչից վեր գնահատում են քաղաքական հանձնարարությունները։ Բազմամիլիոնանոց ներդրումներ է շուտով Հայաստան բերելու թրիփ նախագիծը։ Կառավարությունում հերթական ճեպազրույցի ժամանակ վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը և նշել, որ Թրամփի ուղին տնտեսական ներդրումային ծրագիր է, որն առաջիկայում ապահովելու է Հայաստանի համար մեծ ներդրումներ։ Ճեպազրույցից առաջ վարչապետը մի շարք կարևոր հայտարարություններ է արել նաև կառավարության նիստում, որին հետևել է Անահիտ Սարգսյանը։ Ղարաբաղյան շարժման խոսույթը պետք է ավարտված համարել, իսկ ով համաձայն չէ, կարող է հեղափոխություն անել։ Այս հայտարարությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցում ներկայացրեց իր քաղաքական գնահատականը։ Այն խոսույթը, որ Ղարաբաղը մերն էր, այլևս մերը չի, այդ խոսույթը, որը ես էլ եմ ունեցել այդ խոսույթը, այդ աշխարհաքաղաքական թակարդում գտնվող խոսույթ է, ճշմարտությունը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը մերը չէր եւ այլևս մերն է։ Փաշինյանը նաև չժխտեց, որ ինչպես նախագահ Վահագն Խաչատուրյանը ինքն էլ իր շնորհակալությունն է հայտնել Իլհամ Ալիևին։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահին, ես կայացրած մի շարք որոշումների վերաբերյալ իմ հրապարակային գոհունակությունը արտահայտել եմ։ Ճանապարհների ապաշրջափակման մասին խոսելով վարչապետը շեշտեց, որ այս հարցում Ադրբեջանին չպետք է քննադատել։
Իսկ գերիների վերաբերյալ հայտարարեց, թե նրանց կյանքը վտանգի տակ բոլորովին չի եղել։ Քաղաքացիական հասարակությունը բարձրաձայնում էր Վագիվ Խաչատրյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին, Վիգեն Էուլակչյանի կյանքը սպառնալիքի տակ լինելու մասին։ Օրակարգային հարցերից զատ վարչապետը դժգոհեց կառավարության նիստում։ Ասում է, տարբեր ոլորտներում կառավարության կատարած աշխատանքի մասին բավարար չի խոսվում։ Եվ այդ լռությունը անկեղծ ասած մի քիչ տենց հարցեր է առաջացնում, բայց դա հարցեր են, այնտեղ խոհափիլիսոփայական ոլորտի հարցեր են։ Նիստում ներկայացվեց նաև Երևանի բեռնաթափման նոր ծրագիրը։ Տիգրան Ավինյանի խոսքով Նորագյուղում նախատեսվում է կառուցել նոր դաունթաուն, շուրջ 155 շենք մինչև 60,000 բնակչի համար, այդ թվում մինչև 70 հարկանի երկնաքերեր։ Այսինքն այստեղ ընդհանուր երկնաքեր կարալ։ Այո, այստեղ Այսինքն ենթադրվում քանի է հարկանի նկատի ունի։ վարչապետ մինչև 70 հարկանի երկնաքեր։ Հիմա Հանրային տրանսպորտի խնդրի լուծման համատեքստում նորից հիշատակվեց Աջափնյակի մետրոյի կառուցման ծրագիրը։ Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումն է, որը որ մոտավորապես 22%-ով կավելացնի մետրոյից օգտվողների քանակը։ Զեկուցվող հարցերի շարքում նաև գիտությունն էր, եւ մինչ այս տարի 14%-ով կրճատվում է գիտությանը հատկացված ֆինանսավորումը, ներկայացվեց 2026-ից 30 թվականներից զարգացման ռազմավարական ծրագիր լայնածավալ խոստումներով։ Մինչև 2030 թվականը գիտության ոլորտի ֆինանսավորումը հասցնել շուրջ ՀՆԱ-ի 1%-ի շրջանակում, որի շուրջ 0.75%-ը նախատեսում են իրականացնել պետության կողմից, 0.25%-ը մասնավորի կողմից, խրախուսելով նաև մասնավոր ներդրումները գիտական հետազոտություններում եւ մշակումներում։ Տարբեր ոլորտների զարգացման ծրագրեր եւ ռազմավարություն 2026-ից 2030 թվականներին։ Հայտարարությունները հնչում են, ծրագրերը ներկայացվում, իսկ դրանց իրագործման տեմպը հաճախ հիշեցնում է տարիներով քննարկվող, բայց չիրականացված նախագծերը, ինչպես օրինակ Աջափնյակի մետրոն։ Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Մինչ վարչապետը խոսում էր տարածաշրջանային կապերի եւ միջուկային գործակցության դրական ազդակների մասին, զուգահեռ ընթացող ասուլիսում երկրորդ նախագահը ավելի քան 3 ժամ պատասխանել է լրագրողների հարցերին։ Թրիփ նախագիծը ի տարբերություն Փաշինյանի, Քոչարյանը համարում է Հայաստանի ամենամեծ անվտանգային սպառնալիքը։ Երկրորդ նախագահի ասուլիսին ներկայ է եղել իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Բարև ձեզ։ Զանգ Ալիևին, Թրիփ, Արցախ։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասուլիս էր հրավիրել։ Կարոտել եք, չէ՞։ Ես որ ձեզ կարոտել եմ հաստատ։ Ընտրական տարվա երկրորդ նախագահի առաջին ասուլիսում չհնչեց ընտրությանը մասնակցելու Հայաստան դաշինքի որոշումների մասին։ Նախագահը չխոսեց նաև վարչապետի իրենց թեկնածուի մասին։ Փետրվար ամսին։ Եթե սոցիալական հարցումները պարզեն իրենց թիմում կա ավելի շատ ձայներ հավաքող մարդ, վարչապետի թեկնածուն հենց այդ մարդը կլինի։ Իսկ ում հետ են պատրաստվում գործակցել ընդդիմադիր ուժերից։ Ընդդիմադիր ընտրությունների մասնակցող ուժ պետք է միանշանակ հայտարարի, որ որևէ համագործակցություն բացառում է ԿՊ-ի հետ։ Դրանից հետո մտնեն գործարան, եթե մեկ քաղաքական ուժ բավարար ձայներ հավաքի միայնակ կառավարությունը ձևավորել է, ուրեմն դա իր իրավունքն է։ Ինքը գնում է ավելի լայն կոալիցիայի, թե միայնակ է դա անում։ Օրինակ ես կնախընտրեի, կհամարեի, որ պետք է գնալ ավելի լայն կոալիցիայի։ Իսկ ինչ են պատրաստվում անել ընտրությանը ավելի տարբերվող Երևալու համար այն ֆոնին, երբ Նիկոլ Փաշինյանը երիտասարդներին դիսկոտեկի է հրավիրում, երգեր գրում եւ այլն։ Կապիկություն հաստատ չեմ անելու։ Հասկանում եմ, որ սոցցանցային աշխարհում մեկ-մեկ պետք է ոչ ստանդարտ չորգուցումների գնալ, բայց կա մարդու տեսակ եւ մարդ եթե մտնում է ինչ-որ մի process-ի մեջ, ինքը շատ չի կարող տարբերվել իր տեսակից։ Իր տեսակի մեջ պետք է լավագույնս ինքը իրեն դրսևորի։ Հիմա մարդ կա, որ ինչ կապիկություն ես կարող անել։ Խոսելով Ադրբեջանից ներմուծված բենզինի եւ հետագայում Ադրբեջանի հետ առևտրաշրջանառությունը խորացնելու հարցի մասին Քոչարյանը հիշեց իր զանգերից մեկը։ Մի անգամ զանգել էի
Heydar Aliyevին եւ ասել եմ մեծ ծրագիր ենք անում լիսի հիմնադրամով ասֆալտ ենք։ Ես անձամբ զանգել եմ իմ գրասենյակից եւ իրեն առաջարկել եմ, որ բիտումը մենք իրենցից առնենք։ Այո, Իրանից են բիտումը, ասի լավ էլ քայլանք մենք նաեւ սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել։ Ինքը ասեց մի երկու օր դուր մտածեմ հետ կզանգեմ։ Երկու օր հետո զանգելա, գիտեք ինչ ասել։ Ասելա ճիշտ ես ասում, բայց մեր մոտ կարող է դա սխալ ընկալվի։ Ի տարբերություն այդ ժամանակահատվածի հիմա հաղթողի կարգավիճակ չունի Հայաստանը եւ այս պայմաններում Ադրբեջանի հետ առևտուր անելը հոգուտ մեզ չէ, ասաց Քոչարյանը։ Իսկ Ադրբեջանի հետ այս պահին խաղաղություն հաստատված է, որքան կայուն է այն։ Հայաստանում խաղաղությունը պայմանավորված է Իլհամ Ալիևի տրամադրությամբ, նշեց երկրորդ նախագահը։ Ուզում ես 100 անգամ այս խաղաղությունը եկել է, չգիտեմ ինչ արել եւ այլն, դա մեկ է, եթե եկել է, ուրեմն եկել է եւս Ալիևի տրամադրությունից կախված։ Մեր առաջարկը հետեւյալն է՝ ամրապնդել լուրջ երաշխիքային համակարգով։ Իսկ թրիփը որքանով է տեղավորվում խաղաղության իրենց օրակարգում։ Քոչարյանը հայտարարեց, ծրագիրը ծառայում է Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերին, իսկ Հայաստանը լիարժեք կողմ չէ։ 3 ժամ տևած ասուլիսում Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ նաեւ եկեղեցու շուրջ տեղի ունեցողին։ Հարցին իր նախագահության շրջանում վեհափառի հերացման, փոփոխման հարց եղել է թե ոչ, արձագանքեց։ Որևէ միտք փոխել, ինչ-որ մտնել պատմությունների մեջ, ոչ թե չի եղել։ Նույնիսկ եթե մեկը ինձ ասեր, որ գալու է մի պահ, որ մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի, հոգեկան հիվանդ եմ։ Քոչարյանը խոսեց նաև Արցախի հարցի մասին։ Ըստ նրա, այս հարցի իրատեսական տարբերակը վերադարձի իրավունքի ամրագրումն է։ Մեր հարցին ինչպես են պատկերացնում այդ իրավունքի իրացումն ու վերադարձը, ինչ մեխանիզմներ կան, Քոչարյանը պատասխանեց։ Ճանապարհը մեկն է՝ ակտիվ դիվանագիտական աշխատանք։ Ու սա այն թեման է, որը դժվար է մերժել միջազգային հանրության կողմից։ Ես չեմ պատկերացնում, թե որևէ օրինակ եվրոպական երկիր ասի չէ, մենք այդ իրավունքը չենք համարում, որ դուք պետք է այդ իրավունքը հետապնդենք։ Դժվար է ասել, հնարավոր չէ ասել։ Դրա համար խոսքը գնում է հետևյալի մասին։ Այս պահին իրատեսականը սա է, փորձենք դիվանագիտական ճանապարհով շատ ակտիվ այդ հարցի լուծումը ստանալ։ Եվ ես տեսնում եմ, որ դա հնարավոր է։ Նույնիսկ Ադրբեջանի համար դժվար է ասել, չէ, վերադարձի հարց չեն կարող քննարկել։ Վերադառնալով ընտրական տարվան վերաբերող հարցին, արդյոք համապետական այս ընտրությունը Հայաստանի Հանրապետության եւ Նիկոլ Փաշինյանի միջև է լինելու։ Քոչարյանն ասաց, Հայաստանի Հանրապետությունը լինելու է, բայց հարց է ինչպես։ Օրինակ, առանց առաքելական եկեղեցու, ազգային խորհրդանիշների, ռազմավարական կարևոր կետերի, թե դրանց հետ մեկտեղ։ Հավելեց, այս ընտրությունը մեր պետության էության մասին է։ Անի Աբաղյան, Սամվել Իսրայելյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարը ուժի մեջ է մտել այս գիշեր, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները դադարեցնելու ջանքերի համար եւ հույս է հայտնել, որ Վաշինգտոնը կկարողանա ապահովել հրադադարի պահպանությունը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց կա։ Նա նշել էր, որ անձամբ է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, խնդրելով մեկ շաբաթով դադարեցնել Կիևի եւ այլ ուկրաինական քաղաքների ուղղությամբ հրետակոծությունները, եւ Պուտինը համաձայնել է։ Հեռախոսով զրուցել են Ադրբեջանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբբաս Արաղչին։ Կողմերը քննարկել են Իրանի շուրջ ստեղծված վիճակը։ Բայրամովը նշել է, որ տարածաշրջանում աճող լարվածությունը մտահոգիչ է եւ ընդգծել է, որ Ադրբեջանը կողմ է խաղաղության ու զսպվածության։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զարա Սարգսյանը։ Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցում մարտական կրակով զորավարժություններ անցկացնելու ծրագրերի մասին, հաղորդում է Ալ Ջազիրան։ Զորավարժությունները կանցկացվեն առաջիկա օրերին։
Միացյալ Նահանգների ցանկացած ագրեսիվ քայլ Իրանը կդիտարկի որպես լայնածավալ պատերազմի սկիզբ եւ Թեհրանն անմիջապես կպատասխանի։ X սոցիալական ցանցում գրել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին։ Նրա խոսքով Իրանի պատասխանն ուղղված կլինի ոչ միայն Միացյալ Նահանգների եւ Իսրայելի, այլև այս ագրեսիային աջակցող ցանկացած երկրի դեմ։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների մեծ նավատորմ է գտնվում Իրանի մոտակայքում եւ որ Իրանին տրված ժամանակը սպառվում է։ Թուրքիան ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ կանխելու Իրան-ԱՄՆ հակամարտությունը, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։ Թուրքիան չի ցանկանում, որ մեր տարածաշրջանում նոր լարվածություն եւ հակամարտություններ առաջանան, նշվում է հայտարարությունում։ Իդեպ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին այսօր կայցելի Թուրքիա։ Մեծ Բրիտանիան ցանկանում է բարձրակարգ հարաբերություններ կառուցել Պեկինի հետ, բրիտանական տնտեսությունը խթանելու նպատակով։ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ հանդիպմանն ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ Չինաստանը կարևոր դերակատար է համաշխարհային ասպարեզում, ասել է նա։ Նշենք, որ Բրիտանիայի վարչապետի Չինաստան քառօրյա այցի նպատակն է ամրապնդել Պեկինի հետ քաղաքական եւ գործարար կապերը Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունների սրման ֆոնին։ Միացյալ Նահանգների կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքների անվտանգության գործակալության ղեկավարի պաշտոնակատար Մաթու Գոտումուկալան Միացյալ Նահանգների կառավարության կարևոր փաստաթղթեր է ներբեռնել ChatGPT-ի հանրային տարբերակում։ Դեպքը ներքին անվտանգության վերաբերյալ ահազանգեր եւ մտահոգություններ է առաջացրել դաշնային պաշտոնյաների շրջանում։ Բացահայտումից հետո Միացյալ Նահանգների ներքին գործերի նախարարությունը ներքին հետաքննություն է սկսել։ Դուբայում ոսկյա փողոց կհայտնվի։ Հաղորդվում է, որ Դուբայի նոր ոսկե թաղամասի մաս կազմող փողոցը կառուցվելու է ոսկուց, սակայն դա իրականում ինչ է նշանակում, մնում է առեղծված։ Ոսկե թաղամասը քաղաքի ներկայիս ոսկու շուկայի վերաբրենդավորված տարբերակն է լինելու։ Այն գտնվում է Դեյրա թաղամասում, որտեղ կա ոսկու եւ զարդերի վաճառքով զբաղվող մոտ 1000 մանրածախ վաճառող։ Ինդոնեզիայի ամբողջ տարածքում արգելվել են փղերի վրա նստած զբոսանքները։ Որոշումը կայացվել է կենդանիների իրավունքների պաշտպանների բողոքների հիման վրա։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Եվ վերջում մեկ լավ լուր Վարդենիսի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել ընտանիքի 10-րդ զավակը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ փոքրիկը ծնվել է 3.5 կիլոգրամ քաշով 51 սանտիմետր հասակով։ Մայրիկն ու նորածինը լավ են զգում եւ շուտով դուրս կգրվեն բժշկական կենտրոնից։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ, ABC լուրերը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Բութաֆյանը։